Մտածված ինչ-որ վերլուծությունների արդյունք չի եղել բնականաբար։ Զուտ ինֆորմացիան ստանալուց հետո սպոնտան որոշում ա եղել, երևի ավելի շատ էմոցիաների վրա հիմնված էլի։ Վերեմկացել ու գնացել եմ ուղղակի։ 2-3-ին որ արտասնեք մի անգամից արեք, բայց չեղեք շատ հետագներ էլի, որտեղ այդ օրը որ պատերազմը սկսվեց, ես գյուղում էի, պետքա ընկերներս գային մեր գյուղ, պետքա հավաքվեինք մեր տանը, զանգեցին առավոտը, ասեցին պատերազմը, մենք գնում ենք մի քանիսը Արցախից էին, էլի գնում ենք Արցախ, ասում եմ ոնց պատերազմը, բացեցի լուրերը, նայեցի ինչա կատարվում, ու իրականում հոգու խորքում մտածում էի, հույս ունեի, որ ինչ-որ 4 օրյայի նման կարճ կտևի, արագ կանցնի այս վիճակը, բայց որ արդեն ծավալների մասին տեղեկությունները ստացանք, հասկացա, որ ինչ-որ մի կերպ պետքա մասնակցություն ունենալ էլի այս ամեն ինչի մեջ։ Ընկերներիցս մեկի հետ սկսեցինք հավաքել բժիշկների ու բժշկականի ուսանողների ցանկ, ովքեր որ կցանկանան կամավոր մասնակցություն ունենան, այդ ցանկը ներկայացրեցինք առողջապահության նախարարություն, այդպես ամսի 28-ին առաջին անգամ շտապ օգնության մեքենայով ուղևորվեցինք դեպի Արցախ։ Հասել էի Հադրութ, այնտեղ հեռախոսները անջատել էինք, ու որ մամաս զանգել ա, այդ ավտոմատ պատասխանով ասել ա բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ բաժանորդը անհասանելիան, որ մամաս իմացել ա, որ ես Արցախում եմ։ Ամսի 28-ին, երբ որ հասանք արդեն Ստեփանակերտ, այդ ամբողջ քաղաքի լույսերը անջատված ու հիվանդանոցի ինչ-որ բունկերներում մենակ շարժ կար, կյանք կար, հիշում եմ, որ սենց սարսուռ էր անցնում մարմնովս, թե ինչա կատարվում ու այն որ պատերազմը տեսել էինք ֆիլմերով կամ կարդացել գրքերով, հասկացա, որ զգում եմ էլի առաջին անգամ ինչա երևի պատերազմը։ Հադրութից ուղղակի բացեցին մեքենայի դուռը, տեղափոխեցին հիվանդին մեքենայի մեջ առանց ասելու ինչ վիրավորում ա, ու ես ճանապարհի կեսից մենակ նկատեցի, որ ազդրային զարկերակը վնասված ա ու ժգուտ ա դրած, պետք է այդ ժգուտը թուլացնել, նորից կապել ու քանի որ այդ պահին շատ վտանգավոր էր, մեքենան շատ արագ էր վարում, ցավերը շատ ուժեղ էր վիրավորի ու ես ուղղակի ամբողջ ընթացքում ասենց ոտքը գրկած հասել ենք Ստեփանակերտի հիվանդանոց, երբ որ իրան տարան արդեն վիրահատարան, ես ասենց նայեցի ինձ ամբողջ համազգեստը սարյուն էր, ու ոնց որ այդ պատասխանատվությունը իմ վրայից որ ընկավ արդեն, ես ինչ-որ ասենց մի հատ պահ չէի հասկանում, ես ուր եմ, ինչ ա իմ հետ կատարում, ոնց որ իմ տեղանքում կողմնորոշումը կորցրեցի այդ պահին։ Իրանք հիմնականում մտածում էին, որ պետք է անպայման հետ գնան, որովհետև այնտեղ շատ ավելի կարևոր բան ունեն անելու, այդ պահին շատ չէին մտածում իրանց առողջական վիճակի մասին։ Ես պետք է գնամ, ես պետք է հասնեմ, ես պետք է կռվեմ, ու ամենադաժանը երևի ընկերներ կորցրած վիրավորների հետ աշխատել։ Ամենասարսափելին մահն էր, որ ես 3 անգամ տենց իրավիճակում հայտնվեցի, որ գիտակցում էի, որ կարող եմ մահանամ մի քանի րոպեից։ Ավելի շատ ես սկսում արժևորել, ավելի սկսում ես փոքր բաների մեջ երջանկություն տեսնել, ավելի սկսում ես արժևորել հայրենիքը, սկսում ես հասկանալ, որ դա ուղղակի հողակտոր չէր, ինչպես շատերը վերագրում են։ Մինչև 4, 5, 6 եղել ա դեպք, որ այդ մեքենայի հատակին ենք նստել ամբողջ ճանապարհին, որ կարողանանք 1-2 վիրավոր ավել մեր հետ տեղափոխել Երևան։
Այն ինչ տեսել եմ բժիշկներից ու սովորել եմ այդ ժամանակ դեռ լինելով ուսանող, շատ հզոր էին իրականում բժիշկները, որ կարողացան այդ ամեն ինչից դուրս գալ ու այդքան կյանքեր փրկել, այդ անգնահատելի բան արեցին ուղղակի։ Բժշկություն ընտրում են այն մարդիկ, ովքեր տենց իրոք նվիրյալ են ու իրանք գնալու են այդ փրկելուն, էլի, չի կարա մարդը, որը չունի այդ մղումը, ընտրի բժշկությունը ու բժիշկ դառնա։ Պատերազմից հետո մտածում էին, որ ես ռեանիմատոլոգ եմ դառնալու, որովհետև այդ արագ կողմնորոշվելու ունակությունները ունեի, բայց մի քանի դեպք եղավ, որ հոգեկան խնդիր ունեցող դեպքերի տեղափոխեցինք, վիրավորների տեղափոխեցինք, ու այդ ընթացքում ես ամենաշատը զգացի, էլի, բացը հոգեկան առողջության ոլորտում։ Մինչև այստեղ հասնելը բավականին ծանր պրոցեսների միջով էին իրենք անցնում, որովհետև համապատասխան բուժօգնություն չէին ստանում, որտեղ առաջնային օղակներում ուղղակի չունեինք մասնագետներ, շատ քիչ են հոգեբուժները Հայաստանում։ Չկա, կարող չի աշխատում ուղղակի։ Դադիվանքում մկրտվելու որոշումը էլի շատ էմոցիոնալ որոշում էր, որովհետև ես ուզում էի ինչ-որ կերպ ինձ կապված զգա այդ ամեն ինչի հետ, ու այդ երևի լավագույն տարբերակն էր այդ պահին։ Ու նաև շատ ցավոտ էր այդ գնալուց հետո, դադիվանքից հետ գալու ճանապարհը, երբ որ այդ խցանումներով տեսնում էիր, թե ոնց են մարդիկ իրանց իրերը իրենց ամբողջ կյանքը մի մեքենայի մեջ տեղավորած բերում, մի ուսապարկի մեջ։ Երևի դրանից հետո էր, որ ես հասկացա ինչքան կարևոր է Հայաստանը ճանաչել ու սկսեցի արշավել Հայաստանի տարբեր հատվածներով, որովհետև հասկացա, որ հայրենիքը գնահատելու համար պետք է ճանաչենք այդ հայրենիքը։ Արարատը բարձրանալն էլ էր իմ համար ինչ-որ երազանք։ Սկզբում երևի մանկության երազանք էր ուղղակի ինչ-որ էմոցիոնալ, որովհետև ուզում եմ այնտեղ լինեմ։ Հետո որ սկսեցի արշավել Արարատին պատրաստվելու համար, ամեն լեռ բարձրանալը իմ համար մի հատ մարտահրավեր էր ինքս ինձ, որ ես պետքա սա անեմ, ու ամեն այդ վերելքից հետո ինձ ավելի ուժեղ էի զգում։ Իսկ Արարատից հետո շատ ուժեղ էի զգում։ Երազանք։ Հա, ուզում եմ ապրել անկախ ու խաղաղ Հայաստանում, ու լիարժեք Հայաստանում։